Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 31-րդ գլուխ Սավուղի եւ իր որդիներուն մահը։ Փղշտացիները Իսրայելի թեմ պատերազմեցան։ Իսրայելացիները փղշտացներուն արջևեն փախան ու քեղփուե լերան վրա խոցված ինգան։ Փղշտացները Սավուղի եւ անոր որդիներուն յետևեն հասան ու փղշտացները Սավուղի որդիները Հովնատանը, Ափինաթափն ու Մեղքիսավեն զարգին։ Պատերազմը Սավուղի վրա հետսեդե սաստկացավ։ Աղեղնավորները զայն կդան եւ աղեղնավորներեն սաստիկ վիրավորվեցավ։ Սավուղ իր զինագիրին ըսավ. «Սուրդ քաշե եւ անով զիս խոցե, որ այս անթլպատները չքան, զիս չխոցեն ու զիս չամբատվեն»։ Բայց զինագիրը չուզեց, քանի որ շատ վախցավ։ Ուստի Սավուղ սուրը արավ եւ անոր վրա ինգավ։ Անոր զինագիրը Սավուղի մերնիլը դեսնելով ինքալ իր սուրին վրա ինգավ ու անոր հետ մեռավ։ Սավուղ, անոր երեք որդիները, անոր զինագիրը եւ անոր բոլոր մարդիկը նույն օրը միասին մեռան։ Հովիդին մյուս կողմը եւ Հորթանանի մյուս կողմը եղող իսրայելացիները դեսնելով իսրայելացիներուն փախչիլն ու Սավուղի եւ անոր որդիներուն մերնիլը իրենց քաղաքները լքեցին ու փախան։ Փղշտացիներն ալ եկան եւ անոնց մեջ բնակեցան։ Հետևյալ օրը փղշտացիներ եկան, որը սպանվածները մերգացնեն, ու Սավուղը եւ անոր երեք որդիները քեղփուե լերան վրա ինգած կդան։ Ուստի անոր գլուխը գդրեցին, անոր վրայի զենքերը հանեցին ու փղշտացներու երկրին 4 կողմը մարդ խրգեցին այս բաները ավերելու իրենց գրադուններուն մեջ եւ ժողովրդին։ Անոր զենքերը աստարովտի դունը թրին, իսկ անոր մարմինը Փետսանի բարիսպեն գախեցին։ Երբ քաղաքի Յապիսի փրագիչները լսեցին ինչ որ փղշտացները Սավուղի ըրեր էին, բոլոր գդրիչ մարդիկը կանգնեցան, ամբողջ գիշերը կացին, Փետսանի բարիսպեն արին Սավուղի մարմինը եւ անոր որդիներու մարմինները ու Յապիս հասնելով զանոնք հոն այրեցին։ Հետո անոնց ոսկորներ արին եւ Յապիսի մեջ ծարին տակ տաղեցին ու 7 օր ձոմ բայեցին։ Փարքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։ Հավասիկ սիրելի ասկագիցներ, ավարտեցինք առաջին թագավորներու գիրքի ընթերցանությունը։ Աստուծո գամքով վաղվնե կսկսենք երկրորդ թագավորներու գիրքի ընթերցանության։ Բիդի ուզեի որ դարձյալ առաջին թագավորներու գիրքը գարտակ։ Այնտեղ մենք տեսանք սիրելներ, թե ինչպես ամուլ Աննան հղացավ աղոթքով Աստուծո թիմելով եւ ծնավ Սամվելը, որ Աստուծո աչքին դարձավ մեծ մարգարե։ Վերջինն էր անիգա թագավորներուն մեջ։ Եվ ժողովուրդը Իսրայելի դեսնելով թե ինչպես զիրենք շրջապատող ազգերը թագավորներ ունեին, իրենք ալ Սամվելին մոտեցան ու պահանջեցին, որ իրենց թագավորը նշանակե։ Սամվել չուզեց, անոր սրդեն չէր, որ Իսրայելը թագավոր ունենար, որովհետև Իսրայելի թագավորը Աստված ինքը համարվեր։ Ուստի երբ Սամվել թիմեց Աստուծո, նեղացած Աստված Սամվելի ասավ. անոնց խնդրանքը, ժողովրդի խնդրանքը դուն գադարե, բայց անոնք պիտի տեսնեն, թե ինչպես թագավորը զանոնք ինձ մե պիտի երացնե։ Եվ երբ Սավուղը ընդրվեցավ որպես առաջին թագավոր, անիգա հբարտացավ, անիգա Աստուծո բադվիրանը չկործատրեց եւ Աստված մերժեցինք, ու ապա Աստված ընդրեց ուրիշ մեկը որ հովիվ էր, մեկը որ իր հոդը դան հոդին բահբանություն գներ, մեկը որ թեև բադանի էր, բայց արույցներու փերաններ կպադրեր, արջերու փերաններ կպադրեր, եւ անիգա Դավիթ եղավ։ Դավիթ Հեսեի 8-րդ որդին էր։ Երբ Աստված Սամվել մարգարեն գրգեց, որբեսի օձե Հեսեի որդիները մեկը, մեծենը սկսյալ Սամվել մարգարեին թիմաց եկան, բոլորն ալ քեղեցիկ էին, բայց Աստված անոնց մե ո մեկը չընտրեց, այլ ընտրեց ամենեն փոքրիկը Դավիթը։ Եվ Աստված ըսավ,
Սամվել մարգարեին, որ դուք մարդիկդ մարդոց արդակինին գնայիք, բայց ես անոր սրդին գնայիմ, մարդոց սրդին գնայիմ։ Սիրելիներ, Աստված մեր սրդին է որ գնայի։ Եվ եթե այսօր մեր սրդին նայի, ինչ կլա Աստուծո գեցվածքը մեր նկատմամբ։ Դավիթ թեև օծվեցավ, սակայն սիրելիներ շուրջ 20 տարի այսպես թափարական ապրեցավ։ Սավուղին կողմէ հալածվեցավ, սակայն ինք երբեք ցերկ չերգարեց Աստուծո ձյալ թակավորին հանդեպ, այլ միշտ հարգալից եղավ։ Թեև թափարական ապրեցավ, բայց Աստուծո վստահեցավ։ Եվ Աստվածալ զինք բահեց։ Ահա երկրորդ թագավորաց գրքի մեջ պիտի տեսնենք Դավիթը իբրև թագավոր։ Սիրելի հարազատներ, այս կյանքի մեջ որքանալ մարդ զորություն ունենա, սակայն եթե Աստված իր ցերկը անոր վրայեն հանե, այդ մարդու զորությունը ոչինչ է։ Իսկ որքանալ մարդ դգար երևի աշխարհի աչքին, սակայն եթե Աստուծո օծություն ունի, Աստուծո օրհնությունը եւ բահբանություն ունի, ոչ ոք պիտի կարողանա անոր վրա հասնել։ Եկեք մենք սիրելներ, Դավիթի նման Աստուծո հնազանդը լանք։ Չլանք Սավուղի նման հբարդ, չլանք բադվիրանազանց, այլ բադվիրանաբահ։ Եվ Աստված պիտի հաջի մեզի, ու Աստուծո օրհնությունը, խնամքը, հոգածությունը, պաշտպանությունը անբագաս պիտի լա մեր բոլորին վրայեն։ Եվ ինչպես որ Դավիթ հսկա Գողիաթը դաբալեց Աստուծո զորությամբ, անորսելով որ Աստուծո է պայքարը, Աստված ինքն է որ պիտի պատերազմի, այդպես ալ մենք ազգովին թե անհատապես Աստուծո վստահենք։ Մեր կյանքի մեջ շատ Գողիաթներ կրնան ելնել սիրելներ։ Այդ Գողիաթները կրնան երևելի թշնամիները լալ, այդ Գողիաթները կրնան սիրելներ ընտանեկան հարցերը լալ, այդ Գողիաթները կրնան լալ կորձի նեղություններ, տրամական նեղություններ, հիվանդություններ, զանազան տեսակի դժվարություններ, բայց երբ Աստված ունենք մեր գողքին, երբ ամբողջապես Դավիթի նման Աստուծո կվստահենք, ապա այդ Գողիաթները պիտի դաբալին Աստուծո զորությամբ։ Հետևաբար սիրելներ, խորունկ դասեր ունենք առնելիք թակավորած քիրքերեն, շարունակենք ընթերցել հավատքով եւ Աստուծո սուրբ անունը փառաբանել։ Աստված ձեզ առատապես թողորտնե, ողջ մնացեք, առողջ մնացեք։